նախարարության առջև բողոքի ակցիա է, երևի դերյակ եք արտադրության նախարարության մոտ բողոքի ակցիան իրականացում գերակաշառ ճանաչված 35-րդ թաղամասի նախկին ծնագիչները պնդում են, որ վերջին հանդիպումը նախորդ նախարարի հետ է եղել և ներկա նախարարի հետ առիթ են ունեցել զրուցելու իրենց մտահոգող խնդիրների մասին, այս առնչությամբ դուք ասելիք ունեք և մարդկանց որ ձեզ այնտեղ կարող տեսնել և հիմա իմ բուն հարցը, քանի որ մեզ աղմուկ այսպես բարձրացրեց նրանցական դաշտում 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետություն, այս առնչությամբ խնդրում եմ անդրադառնալ ինչ իրավական հիմքով, երկրորդ կամ բազմակողմ ինչ պայմանագրերի հիման վրա է այս փոխանցումը եղել է ձեզ խնդրանք և եթե եղել է կոնկրետ ձեզ ով է դիմել որպես արտադրության նախարարի այդ խնդրանքով, այսինքն փոխանակումը իրականացնել, իրագործել և եթե Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Հանրապետության միջև կան դիվանագիտական հարաբերություններ, ապա ինչու է այս հանձնումը տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության միջոցով, եթե չունենք Թուրքիայի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն ու տեղյակ եք արդյոք այս անձին, երկու անձին հիմա կրում են իրենց պատիժը, շարունակում են գրեթե հայտնվել են ազատության մեջ, որովհետև ոնց հասկացա պայմանը եղել է շարունակելու ազատության ապահովամիջոցի շարունակության պայմանագրերը։ Ու եթե կան այդ պայմանագրերը, որոնց հիման վրա եղել է, կարող եք մանրայացնել մի ճշգրտում էլ ունեմ սահմանադրության հետ կապված, այստեղ եղավ արդեն տեքստի հետ կապված, խորհրդի հետ կապված ու նշեցիք, որ գործունեությունը շարունակում է, արդեն որոշման մեջ նշվում է այս խորհրդի ես նայեցի, որ խորհուրդը պետք է իրականացնի վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը։ Մինչ օրս հանրային մասնակցության օրինակ ինչ ցուցարարներ են եղել, եթե եղել են, ու այնտեղ հանձնաժողովի մասին է կար խոսք, արդյոք այդ հանձնաժողովը գործում է, որովհետև արդեն խորհրդի նախագահի իրավասության մեջ է մտնում, փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության դատարանություն։ Եթե գործել է, ինչ օրինակ ձևով է գործել, ինչքան մարդ են գրված եղել հանձնաժողովում և օրինակ ինչ բացատրության չափ է եղել, և եթե հիմա չի գործում այդ մասին կտեղեկացնենք շնորհակալություն։ Հանձնաժողովը Շատ լավ, ես սկսեմ Ֆիրդուսի հարցից։ Իմ պաշտոնավարման ընթացքում հանդիպման որևէ հայտ չի եղել քաղաքացիների հետ, այլակերպ ես հանդիպված կլինեի նրանց հետ, իսկ եթե նման ցանկություն հիմա կա, միանշանակ պատրաստ եմ հանդիպել, բայց քանի որ իմ խոսքում խոսեցի նաև գերակաշարի ճանաչմամբ սեփականության իրավունքի սահմանափակման նոր կառուցակարգերի մասին, ուզում եմ նշել, որ այն բոլոր լավարկումները, որոնք միտված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ունեն հետադարձություն։ Այսինքն սահմանվել է, որ անցումային փուլում այն բոլոր շուկայական արժեքները, որոնք գնահատվել և տրվել են քաղաքացիներին, կարող են վերանայվել նոր սկզբունքներով և նրանց դեպքում ևս կարող է գործել ոչ թե շուկայական արժեք գումարած 15%, այլ շուկայական արժեք գումարած 30% ձևաչափը։ Կրկնում եմ, որ նոր օրենսդրական փաթեթների կարգավորումները կարող են տարածվել նաև հետադարձ կերպով այն քաղաքացիների վրա, որոնք ժամանակին եղել են այդ հարաբերությունների կողմ։ Եվ այս պահին էլ վերահաստատում եմ իմ ցանկությունը իրենց հետ հանդիպելու և երբ որ հնարավորություն ունենամ օբյեկտիվ անպայման կհանդիպեմ։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված դատապարտյալներին։ Ես ուզում եմ նշել, որ այդ անձին փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել և հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է պրոցեսը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա
արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելու։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքանը ես այսքանը կպատասխանեմ հարցի հետ կապված։ Ինչ։ Ես ասում եմ, որ մեր պետությունում գոյություն ունի դատապարտարների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող եմ միարժեքորեն վստահեցնել, որ process-ը միայն իրավական է եղել եւ հայեցողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտարներին, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե ոչ թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ առումով իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցը պատասխան, այսքանը։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտարների